Բարև ձեզ բարեկամներ։ Նորից Փակ TV-ն է եթերում։ Փակ TV-ն, որը ամեն անգամ փորձում է յուրովի ներկայանալ իր ունկնդիրներին։ Գիտեք, երբ մեր տաղավար են գալիս մարդիկ, ովքեր մեր մտավորականների, այսպես ներկայացուցիչներն են, եւ ում հետ զրուցելը շատ դյուրին է ու հաճելի, ես միշտ փորձում եմ նրանց խոսքերում գտնել այն ելքերը, որը հնարավորություն է տալիս մեզ դուրս գալու այս ծանր, շատ իսկապես անիմաստ իրավիճակից։ Եվ այսօր բարեբախտաբար մենք նման մի հյուր ունենք մեր լավագույն մտավորականներից մեկը, բանասիրական գիտությունների տեխնացու Միքայել Հայրապետյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Բավոս չեք եղել, պարոն Հայրապետյան, մենք ձեզ սկսել ենք կարոտել։ Զգացված եմ։ Ինչպես եք։ Փառք Տիրոջը։ Դե տեսեք, իրավիճակը ասեցի շատ մեղմ ասած տխուր է։ Ելքեր, իրավիճակի մասին ինչ կարող եք ասել։ Դա չեմ կարծում, ես պիտի ասեմ ինձանից 1000 անգամ, միլիոն անգամ ավելի խելացի Հովհաննես Թումանյանն է ասել, որ մենք ներսից ենք փտած եւ փրկությունն էլ ներսից է գալու։ Մենք թերահավատորեն ենք մոտենում այդ ներսին։ Մեզ թվում է թե այ մի երկու վագոն ծորեն կբերենք, մի երկու հատ դպրոց սկզբից կսարքենք կամ կվերանորոգենք եւ ամեն ինչ տեղը կգա գործարան, մեկն էլ ասում է չէ դպրոցներ չէ գործարաններ, ոչինչ չի լինելու դրանով, ինչպես որ էլի ես չեմ ասում, Վահան Տերյանն է ասում է եւ հետո կտեսնեք դուք դառնությամբ, որ ձեր ամբողջ թափած ջանքերը ոչինչի համար էին, եթե ընկածենք իհարկե ձևի հետևից, եթե չենք կարևորում բուն էությունը, հոգին չենք կարևորում։ Այսօր եթե վիճակը ծանր է, միմիայն մեր աշխարհընկալման, մեր բանականության հետ խնդիր կա եւ մեր հոգեվոր արժեքների հետ խնդիր կա։ Մենք այդտեղ պիտի լուծումները փնտրենք։ Իսկ դրա համար Էլի Թումանյանին ցիտեմ հասարակ մի բան, մենք անկեղծ չենք, եկեք անկեղծ խոսանք, ոչ մեկը անկեղծ չի խոսում։ Սա ցավալի է, ինչու, որովհետև կարծում են, որ իրենց գերագույն հարստությունից, որը ստամոքսի պարունակությունն է, հանկարծ դրանից կզրկվեն, մսուրքից գլուխը կհանեն կենթանում, սա է վիճակը։ Այսինքն ուզում եք ասել, թե դիմությունը, թե ընդդիմությունը անկեղծ չեն։ Իհարկե անկեղծ չեն, իսեր Աստծո։ Ցավոք սրտի անկեղծ չեն։ Ես կարծում եմ, որ եւ դիմություն կոչվածը եւ ընդդիմություն կոչվածը, եթե մի անգամ անկեղծորեն խոսեն ժողովրդի հետ, ես վստահ եմ, որ ժողովուրդը կասի բարի, դուք եք մեր վերնախավը, ընտրանին, էլիտան, ասեք ինչ ենք անում, իսկ հիմա վստահություն չեն ներշնչում, դրա համար էլ ժողովուրդն իր գործին է, վերնախավն իր գործին եւ խոշոր անդունդ է գոյացել դրանց միջև, օտարված են միմյանցից եւ երկուստեք նաեւ հայրենիքից են օտարված։ Շատ ցավալի է, բայց դա ռեալ իրականությունն է։ Պարոն Հայրապետյան, մշակութային վերջին զարգացումները, եթե կան իհարկե այդպիսի, ինչ են մեզ հուշում, մենք այնուամենայնիվ ապագա ունեցող ազգ ենք, թե դոփում ենք տեղով։ Որ մենք ապագա ունեցող ազգ ենք, ուզում եմ հավատալ, ջերմեռանդորեն հավատալ, բայց որ մենք հենց հիմա այս պահին գոնե գտնվում ենք ապա մշակութայնության մեջ, հակաքաղաքակրթության մեջ, դա փաստ է։ Մենք տեսնում ենք, որ ամեն վարքյան ավերվում է ոչ թե նյութական բաների մասն եմ ասում, մտածողության ուղղություններն են վատը, սկսած նախորդ նախագահներից վերջացրած այսօրվա վարչապետով իր կողորտանել հետը շատ տխուր տեղում ենք, ավերածություններ են, այո, եւ դրանց դրսևորումները, մարմնացումները, երևակումները շատ չեն ուշացնի իրենց։ Գիտեք, ես շատ ցավում եմ ասում, բայց մեր սրբոցը Եղեռնի հուշահամալիրը այսօր մի ավերածության է վերածվել։ Ես չեմ հասկանում, այս իշխանությունները այդքան տահաս են, այդքան տգետ են, թե այդքան այսպես անտեղյակ են ամեն ինչին։ Ճիշտ ասած, որ տգետ են, այդտեղ կասկած չունեմ, կարծում եմ ես շատ վաղուց եմ այդ մասին ասել, որ իրենք տգետ են, մեր իշխանությունները տգետ են, ոչ պակաս քան նախորդ իշխանությունները։
բայց որ սա այդ Եղեռնուշարձանի հետ կապված ասացիք, ես ինձ իրավունք չեմ վերապահի որպես մասնագետ մոտենալու դրան, աղետալի բան է, ցավալի բան է, գիտեք ինչու, որովհետև վստահությունը էլի իշխանությունը կորցրել է, ես չեմ կարծում, թե իրենց լավ բան կհաջողի, իրենք պարզապես փնթի են, սա էլ են փնթիաբար անելու, չեմ կարծում, չգիտեմ, գուցե վերանորոգման կարիք չկար, թող այդ մասնագետներն ասեն, կամ գուցե այսպես չեն վերանորոգում, այստեղ խնդիրն է, որ ես ինքս վստահություն չունեմ իշխանության որևէ բեկորի նկատմամբ, որևէ ոլորտի նկատմամբ, կարծում եմ այստեղ էլ ունքը շինելու փոխարեն աչքը հանելու են եւ դա գալիս է իրենց փնթիությունից իսկ տգիտությունն ուղղակի անվիճարկելի է դա ամեն վարքյան է երևում որ տգետ են խոսում են բաների մասին նուրբ մատերիալների մասին որոնցից մղոններով են հեռու որոնց ճկույթի ծայրով անգամ չեն հպվել երբևէ անհաղորդ են Դուք հավանաբար նկատել եք, որ վերջին շրջանում այսպես մի տեսակ ակտիվացել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց մամլո ասուլիսներով, իրենց այդ անիմաստ ելույթներով, ինչ կարող եք այդ մասին ասել։ Կարելի է մտածել, եզրակացնել, որ հիմա Նիկոլ Փաշինյանն ուրեմն նեղ վիճակում է, որ իրենք ելույթներ են ունենում։ Որովհետև ամեն անգամ նրանք փրկում են այս իշխանությանը։ Գուցեև լավ են անում, չգիտեմ, գուցեև եթե իրենք են գալու փոխարինելու, իսկ իրենք հաստատ չեն փոխարինելու, դա բացառված է, Ռուսաստանը նորից իրենց չի բերելու իշխանության, չի վերադարձնելու։ Ռուսաստանը հիմա Նիկոլ ունի, թե հիմա հաջորդը Նիկոլի փոխարեն Ռուսաստանն ում է բերելու, ես դա չգիտեմ, բայց իրենք եկել են երևի այդ ում բերելիքի մասին գիտեն, թե Ռուսաստանն ում է հաջորդն ուզում բերել։ Դրա համար են եկել Նիկոլին փրկելու։ Այո, գուցե դարձյալ ուշադրության շեղում են անում այնտեղ շատ ավելի կարևոր բաներից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու։ Չգիտեմ, ես հատվածներ եմ տեսել ընդհանրապես սոցցանցերով Սերժ Սարգսյանի ելույթից, ասեմ, որ շատ տխուր է վիճակը մանավանդ են Թալանի եւ Վատնումի մասին ասվածը, ուղղակի սոսկալի էր։ Ո՞վ է խոսում։ Մեկ չէ, որ երկու վատ բան իրար հետ համեմատել էլի։ Եվ պարոն Քոչարյանինը լսեցի հարցազրույցն ամբողջությամբ եւ մարդու լաց է գալիս այդ մարդը 10 տարի Հայաստան է ղեկավարել իհարկե Փաշինյանի մասին ասածներին մարդկային բնութագիր է տալում հա նույնիսկ պսիխոգրամայի միտող բնութագիր տալում միանգամայն կողմ եմ ճիշտ էր ասում հարց չկա կամ գուցե ինձ համար է ճիշտ, մյուսները վիճարկելի համար են դա, բայց այնտեղ բաներ կային, որ գիտեք, մանիպուլյացիայի ձևերից մեկը հետևյալն է, երբ ուզում եք դիմացինին մանիպուլացնել, ոչ մի սուտ բան չեք ասում, պարզապես ճշմարտության մի մասն եք ասում։ Սուտ բան չի ասում, իհարկե, Նիկոլ Փաշինյանը արագացրեց այն միտումը, որը պիտի հանգեցներ պատերազմի, իսկ պատերազմը Նիկոլ Փաշինյանը բերեց, իրենք լավ էլ գիտեն, թե ով է բերել, ինչու չեն ասում, եւ ինչու չեն ասում, թե ինչու արագացրեց, խելառ էր, հոգեկան հիվանդ էր, ինչ էր այդ մարդը, որ ինքը միտումնավոր անձամբ ուզենար արագացնել այդ process-ը, հստացում է, որ Ալիևի եւ դրանց արտգործնախարարի նույն խոսույթի տիրույթում է գտնվում պարոն Քոչարյանը, այստեղ արդեն Նիկոլ Փաշինյանի անձը չէ, այստեղ արդեն պետության խնդիրն է, ինչպես որ հիմա ասում ենք, այստեղ Գարեգին Բ-ի անձի խնդիրը չէ, այլ մեր ընդհանրական եկեղեցու խնդիրն է, երբ որ գիծ ես հատում, կրիտիկական զանգվածին ես մոտենում արդեն, այստեղ անձինք երկրորդական են դառնում, այստեղ արդեն լուրջ արժեք է դրված, պետություն է դրված, նախորդ պարագայում եկեղեցին է դրված, մենք այդ սահմանները չճանաչող, ինչու, որովհետև չգիտեմ էլի վատ են զգում այդ խոսքից, բայց ախր ճիշտ է էլի, որտեվ գեղցի են, ոչ թե գյուղացի, այլ գեղցի են, դրանք տարբեր բաներ են իհարկե, իսկ այդ գավառամտությունը, նեղ աշխարհ հայացքը, ախր գյուղերում են մեծացել, կարծեմ իրեն ժամանակներում տես բաները լեղել են, այն որ եզներին sense պատտում են կալում, սիլոսը, կողքերից փայտեր էին կպցրած լինում, ես նկարներում տեսել եմ, որ չգայթակղվեն եւ չուտեն։ Հիմա, այսինքն որ նեղն այն եզներն ուտելիքին։ Հիմա իրենց նեղ մտությամբ եւ իրենց ուտելիքով,
ինչպես որ իրենց համար ուտելիք են բերել, չէ՞ հիմա տարփողում էին թե Ղազախստանից բանից, այդ ուտելիքը թող տանեն կառավարական ամառանոցներ, գուցե իրենց համար են բերել վրդովվել, շատ պետք չէ։ Այնպես որ այդ նեղմտությունը թող հայ ժողովրդի վզին չփաթաթեն։ Հայ ժողովուրդն ինչով է մեղավոր, որ ռուսները մեզ համար նախատեսել էին Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, ինչով է մեղավոր, երբ հիմա էլ էմիսարներ են ուղարկվում Ռուսաստանից եւ նայում ես, ասում ես խեղճ ժողովուրդ էլի 5000 տարի ապրես, այդքան մութ դժողքների միջով անցնես, գաս, ասնես 21-րդ դար ու բերեն այդ առնաշկեքին քեզ դեմ տան, շատ վիրավորական է։ Այսինքն ոնց կարող է էլի կարգին ուղեղներ ծնած ժողովուրդը հանկարծ հիմա համակերպված լինի, որ իր ընտրանին հենց այս գավառական պլեադան է։ Շատ ցավալի, ուղղակի ցավալի։ Իսկ այդ մշակութային, որ ասում եք, այ ես իրանք չեմ վերապահի ցեղասպանության հուշար համալիրի վերանորոգման հետ կապված մասնագիտական ինչ-որ բաներ ասեմ։ Վստահ չեմ, որ իրենք լավ բան են անում, որովհետև որևէ լավ բան ակնկալել մեր իշխանություններից 7-ամյա փորձը ցույց է տալիս, որ միամտություն կլինի։ Այ հիշատակեցի կաթողիկոսին, եկեղեցին, լավ, որքան կարող է շարունակվել եկեղեցի իշխանություն այս հակամարտությունը։ Եկեք մի քիչ այլ ձևակերպում տանք, հա, եկեղեցի իշխանություն չէ հակամարտությունը, այլ իշխանավորներ եւ բարձրաստիճան եկեղեցականներ, եկեղեցականների վերնախավ։ Մեր եկեղեցին իր տեղում ոնց եղել է այնպես էլ կա, իր դավանաբանությունից շեղված, գոնե հրապարակային մակարդակում, իր ճարտարապետական մտքից շեղված, իսկ եկեղեցականները միշտ էլ են եղել։ Այդ Պետրոս Գետադարձը, չգիտեմ, բանասեր չէր կամ մաթեմատիկոս չէր, կաթողիկոս էր, չէ՞։ Ավելի սև մարդիկ մեր պատմության մեջ կարող եք ցույց տալ։ Մեր հոգևորական կոչվածների եւ եկեղեցականների մասին մեր ամբողջ 10-րդ դարավերջ եւ 20-րդ դարի սկզբի ամբողջ նոր գրականությունը, հայ նոր գրականությունը դրանց տգիտության, դրանց ծախվածության եւ որգրամոլության մասին է խոսում։ Իսկ որ իշխանավորներն էլ են նույնպիսին եւ տգետ, եւ ծախու, եւ որգրամոլ։ Հիմա ժողովուրդը տեսնում է դա։ Հիմա այս երկու նույնատիպ բաները կապել են իրար, կիսելիք ունեն։ Մշտապես պատմության մեջ այդպես էլ եղել է։ Պապ թագավորին ով փուրը տվեց։ Եկեղեցական վերնախավը ավելին դեռևս մինչև այդ գաղափարախոսական նախապատրաստություն էին տանում, մինչև հիմա էլ տենց է, չէ՞, ով ում չի սիրում, երկու բան պետք է ասի, կամ գործակալա կամ գոմիկ։ Պապ թագավորի մասին էլ նույնը տարածեցին, տեսեք հələ քանի դար առաջ։ Նույնիսկ այն աստիճանի, որ Վարդան Մամիկոնյանն գնացել էին Բյուզանդիայի թագավորից օգնություն խնդրելու, տղա բերելու էլի Հայաստան։ Հոսրես չեմ ընդունում դրանց։ Դրանք այն չեն, որոնց թագավորը շարժվող ամեն բանի հետ կենակցում էր։ Այդ աստիճանի խորացրել են ամբողջ աշխարհով մեկ իբրև թե Պապ թագավորը արվամոլ է։ Նույն ձևով վերացրեցին հայոց պետականությունը եկեղեցականները։ Եկեղեցական վերնախավը, որ կրամոլ վերնախավը, երբ որ պաշտոնից հեռացված, գահընկեցարված կաթողիկոսական գայից Սահակ Պարթևի մոտ անգամ մարդիկ ուղարկեցին, ասին դու էլ արիստորագրելի, որ մեր վերջին թագավորին արշակ ունի, ասենք Պարսից շահը գցի տեղը մի հատ պարսիկ մարսպան բերի։ Ճիշտ նույն բանը ինչ որ հիմա ես ուզում եմ այս ասոցիատիվ մտածողությունը մեր ժողովուրդն ունենա, էլի ինչ կարդում են թող այսօրվա վրա պրոյեկտ են։ Սահակ Պարթևը շատ խելոք մի բան ասաց իմ հիվանդ ոչխարը օտարի առողջ գազանի հետ չեմ փոխի, որովհետև նրա առողջությունն արդեն իսկ վնաս է ինձ։ Փառահեղ ձևակերպում է տվել մարդը։ Մեր եզակի լավ կաթողիկոսներից մեկը։ Այնպես որ սա վաղուցվա կռիվ է իշխանության համար։ Հետո մենք ասում ենք, որ եկեղեցին պահեց մեր դպրոցը, բայց պետք է աներ, բավ պետք է պահեր։ Ես որ ինքը ամեն ինչ անում է պետությունը կործանելու համար, հենց կործանում է ինքն է վերցնում այդ ֆունկցիան, ստանձնում է այդ դերակատարումը, ինքն է դպրոցները պահում։ Հարց չկա, իսկ հիմա փառք ասում ենք 21-րդ դարում ենք, թող եկեղեցին իր գործ, եկեղեցականներն իրենց գործով զբաղվեն, իշխանավորներն իրենց, բայց մենք տեսնում ենք, որ մեր իշխանավորները մանր, քինախնդիր, իրենցից պատիվ գտած, ինչպես խորենացու հայոց պատմության մեջ է ասվում, հա, եւ տգետ, եւ խորը տգետ իշխանավորները փորձում են իրենց իսկ նմաններին
հեռացնել։ Տեսեք, սա արդյոք սրիկայության ցուցիչ չէ։ Չէ՞ որ դուք էլ ես էլ մեզանից ավելի վերև գտնվող պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կաթողիկոսի մասին այն տվյալները իբրև թե որի պատճառով պետք է նա հրաժարական տա։ Ինքը գիտե շատ ավելի վաղուց։ Ինչու է հիմա ասվում, կամ այն ժամանակ է ստել, կամ հիմա է ստում։ Իսկ ինչ երաշխիք, որ հիմա էլ չի ստում, վաղը կպարզվի այդ սուտն էլ, մենք գործ ունենք ստախոսների իշխանության հետ։ Իդեմս հենց առաջին դեմքի։ Մենք գործ ունենք հոտած, նեխած, փթած եկեղեցական վերնախավի հետ։ Մի խոսքով ձեռք տված ուզում են մեր ժողովրդին գերեզման տանել, մեր ժողովուրդն էլ կարգին ժողովուրդ, ասում են չեմ ուզում մեռնեմ։ Դուք չեք կարող, եկեղեցականներ ոչ դուք եւ իշխանավորներ ոչ էլ դուք չեք կարող։ Ես հայերեն եմ խոսելու։ Ես հայերեն եմ մտածելու։ Տերտերին բանի տեղ չդնելով, բայց իմ կնունքը անելու եմ եկեղեցում։ Իմ Աստծու հետ խոսելու եմ հայերեն։ Այնպես որ մենք կարգին ժողովուրդ ունենք, ուղղակի պետք է մտավորական մարդիկ, հեղինակություններ ունեցող մարդիկ, որոնք տարբեր ոլորտներից հեղինակություն ունեցող մարդիկ, որոնց խոսքը արժեք կունենար եւ այս քաոտիկ մտածողության, մտածական այս քաոսի միջից կարողանալ հանեին ժողովրդին։ Իսկ ժողովուրդը մեր շատ անկալունակ է, հենց այդ ժողովրդից են դուրս եկել, չգիտեմ, Վիկտոր Համբարձումյանն էլ, Մուշեղ Գալշյանն էլ, Հրանտ Մաթևոսյանն էլ։ Բայց այդ նույն ժողովրդից նաև դուրս են եկել եւ կաթողիկոսը, եւ վարչապետը, եւ եպիսկոպոսները, եւ նախարարները։ Այնպես որ այստեղ մենք խնդիր ունենք հիմնարար արժեքների հետ։ Էլի հիշենք Թումանյանին, մի քիչ անկեղծ լինենք, էլի մի քիչ գոնե։ Այդքան էլ չկան, որ մի քիչ գոնե անկեղծ լինեն։ Կորցնելու շատ բան ունեն, իրենց բան ասվածն էլ ոչ թե Թումանյանի ասած անհաս բանից սկզբանից կամ Հովանես Ավետարանչի ասած ի սկզբանե բանն էր, դրա մասին չի։ Բանը իրենց ստամոքսի պարունակությունն է, վախենում են դա կորցնեն։ Ալեքսանդր Մակեդոնացուց լավ տղա չլինեն, որ ասած թաղլիս այսպես կթաղեք ձեռքերս, ափերս պարզած որ տեսնեն այս աշխարհի տերը լինելով ոչինչ չեմ տանում հետս։ Իրենք էլ իրենց սիրած բառով ասեմ, հա, իրենց լեզվով, իրենց գյորը չեն տանելու ոչ մի բան, մի քիչ հայրենիքի մասին մտածել է պետք։ Այո, այնուամենայնիվ դուք հավատում եք ընտրությունների ազնիվ լինելու գաղափարին։ Չէ, իհարկե չէ։ Տեսեք, շատ բաց ընտրություններ էին, նորմալ ընտրություններ էին եւ 18 թվականի ընտրությունները, ճիշտ է, երբ որ պարոն Փաշինյանն եկավ իշխանության եւ 21 թվականի ընտրությունները արդար լինելը դեռևս չի նշանակում ազատ լինել։ Մարդկանց կաղապարում են, ուղեղը կաղապարում են, ասում են, հա, ով է գնացել փող տվել, որ ասել ինձ ընտրեք կամ մյուսին մի ընտրեք։ Բացարձակապես դա ազատ չէ, ազատությունն է, երբ որ մարդուն ամբողջ պնակը ներկայացնում են գունապնակը եւ ինքը իր կամքով է կատարում ընտրությունը եւ ոչ թե կամքն ուղղորդվում է։ Իսկ կամքը ուղղորդել հնարավոր է միմիայն ֆոբիաների։ Իսկ ֆոբիաներն արեցին, Նիկոլ Փաշինյանն առաջին 18 թվին ասաց կամ ես կլինեմ վարչապետը կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, իսկ մեր ժողովուրդն ուզում է, որ մենք պետություն ունենանք։ Այսինքն թող ով ուզում է լինի վարչապետ, բայց մենակ մենք պետություն ունենանք։ 21 թվականին էլ ասաց, եթե ես չլինեմ, պատերազմ է լինելու։ Հիմա էլ է նույն բանն ասելու։ Եվ Ալիևը, Էրդողանը, Պուտինը պահելու են նրան իշխանության։ Ահա, դուք էլ եք այդպես մտածում, չաղում են։ Լավ, դուք ընդհանրապես ընդդիմություն, ընդդիմադիրների այդ եղելությանը հավատում եք։ Իհարկե ոչ։ Հավատալը նախ Աստծո բաժինն է, մանուկների բաժինը պետք չէ նետել շների առջև, ինչպես ավետարանն է ասվում։ Իհարկե չեմ վստահում, ոնց կարելի է վստահել։ Մենք նրանց կառավարման տարիները տեսել ենք եւ տեսել ենք, թե հիմա եւ տեսնում ենք, թե ինչի են իրենք հիմա ձգտում։ Գիտեք, մենք ճապոնացիներն է, չէ, վերագրվում, որ խարակիրի են անում, հա, հանուն պատվի։ Մեր ռուսաթագավորը, ուրարտական թագավորը, երբ իմացավ, որ Մուսասիրից, ոնց որ այսօրվա Մայրաթոր Սուրբ Էջմիածինն ասենք, հա, հին հայերի հոգևոր կենտրոնը, երբ որ ասորեստանցիկ եկել տարել են մեր կուռքերի արձանները, հա, արձանները աստվածների, ինքն ասեց, ես ինչ եմ ապրում, ինքնասպան եղավ, թագավորը, մեր նախորդ թագավորներից, մեր նախորդ գեներալներից որևէ մեկն այդպեսին արեց, բերեմ իրենցից օրինակ։ Մենք մի պայծառագույն դեմք ենք ունեցել, պաշտելի ինձ համար գոնե, Նիկոլ Դուման։ Ինքը շատ ծանր հիվանդ էր եւ
Դաշնակցություն ուղարկել էր, ֆինանսավորել էր, որ բուժվի անբուժելի հիվանդ էր։ Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։ Մարդն ասաց, եթե ես չեմ կարող իմ ունակությունները ծառայեցնել իմ հայրենիքին, իմ ժողովրդին, ես էլ ինչ եմ ապրում, հիվանդ այստեղ բուժվելու համար, դրեց ինքնասպանություն գործեց։ Այսինքն այնպես չի, որ հայ ժողովրդի մեջ այդ գիծը շատ վաղուց չի եղել եւ մինչեւ հիմա չկա, բայց մի հատ ինքնասպան եղած, մի հատ ներողություն խնդրած գեներալ գիտեք, բոլորը մեկը մյուսի վրա են մեղքը բարդում։ Մեկն ասում է մենակ մոդերատոր եմ եղել, ես կապ չունեմ։ Մեկն ասում է Նիկոլն է մեղավոր, Նիկոլն ասում է չէ սրանք են, ես մենակ մոդերատոր եմ եղել։ Եվ հետո էլ սկսում են ճամարտակել պատասխանատուն, բայց ոչ մեղավորը, հա, ոնց որ ասեն հղի եմ, բայց մի քիչ, շատ ամոթ է, ուղղակի, շատ ամոթ է։ Իսկ ինչու այդ ամոթի երևույթը չի աշխատում, որովհետև Խորենացին հələ 1600 տարի առաջ էր ասում, չէ, եւ սերն ու ամոթն ամենքից վերացած, այս ամոթը վերացել է։ Ես կուզենայի, որ Փաշինյանից մինչև կաթողիկոս, այդ իշխանավորներին, որ ցույց են տալիս, այդ չգիտեմ ներքին գործերի թե դատախազական բան են, մայրասպանությունը, որդե սպանություն բան, կարմրելու հատկություն ունենան, էլի։ Ամեն ինչ նյութի համար ոնց կարելի է։ Մի հատ դրա համար էլ վարչապետի մակարդակով վեր են կենում, ասում են մեր ստորության ցուցիչը, մենք այդպիսի ստոր բաներ էլ ունենք, էլի։ Այն բանը որ ասում էր նշտե ցեղի տականքը, հա, միայն ցեղի տականքին հատուկ ասույթներ էլ ունենք, խայտարակություն, որտեղ հաց այնտեղ կաց։ Վարչապետի մակարդակով բարձրացնում է տականքի խոսույթը, տականքի աշխարհընկալումը փորձում է փաթաթել չարքայ ժողովրդի վզին։ Իհարկե մարդիկ կուտը մինչև վերջ չեն ուտում, բայց մի տեսակ դառնացած են, էլի գնացեք մեր գյուղերը, բան տեսեք։ Նենց չի որ Նիկոլի համար գժվում են։ Այ այս նախորդներից ավելի են զզվում, այստեղից ինչ հետևություն անենք, որ մեր ժողովուրդը հայրենիքից, հողից, հայրենի հողից ավելի ծարավի է արդարամտության, նրանց անարդարությունները չի կարողանում ներել, Թուրքի ցեղասպանությունը կարողանում է ինչ որտեղ ատամները կրճտացնելով ներել, բայց անարդարությունը իր ցեղակցի կողմից կատարված չի կարողանում, ճանաչենք ինքներս մեզ, Ապոլոնի տաճարում դեռ ես իմ քանի հազար տարի առաջ էր գրված, 2700 տարի առաջ էր գրված, ճանաչենք ինքներս մեզ, այլապես մենք ուրիշ տեսակ չենք կարող դառնալ, ինչքան էլ ուզենան մեզ անասուն սարքել, ասել որտեղ հաց այնտեղ կաց, որտեղ խոտը բարթամ է այնտեղ արածիր, որքան էլ ուզենան Ղազախստանից անասնակեր բերեն, մեր ժողովուրդն անասուն չէ, չի դառնա, անասուն դարձած ժողովուրդ կամ դարձող ժողովուրդն իր միջից չի կարող էլի ծնել մեկին, որն ասի լուսամփոփի պես աղջիկ աստվածամոր աչքերով, հա չի կարող Լեոյի նման պատմաբան ծնել, Վիկտոր Համբարձումյանի նման մեկին ծնել։ Աշխարհի քանած շախմատի չեմպիոն կա։ Պատկերացրեք, դրանցից 1.5-ը հայ, այսինքն եթե հերթը մեզ հասներ, մենք 1.5-ը 2.5, հա Տիգրան Պետրոսյան եւ Կասպարով, հա 1.5 էլի Տիգրան Պետրոսյանը 1.5-ն Կասպարովը։ Մեզ որ հերթը հասներ, մենք օրենքով պիտի 70-80-րդ տեղում լինեինք։ Բայց տեսեք այդ 10 քանիսի մեջ 1.5, այսինքն մենք չէ որ մենք 14-ի մեջ է, որ մենք ամուլացած ենք, ամուլ ժողովուրդ ենք, բացարձակապես, ոնց որ մի տեսակ անդարմություն իջած լինի, ոնց որ մեր էպոսի մեջ, որ Դավիթը անդարմացած ընկած էր քորի մեջ 40 ջախջիկարի տակ 40 գոմշի կաշովել վրան պատված եւ փտելու մնալու էր։ Այ հիմա դրա համար եթե ես մեղադրում եմ ոչ իշխանությանը, ոչ եկեղեցականը, բայց իրենց խնդիրը ուտելն է, ուտում են մարդիկ։ Ինչպես Մարկեսն էր ասում, չէ, արածեք կովեր, կյանքը կարճ է, դեր իշխանությունը կարճ է, արածեք։ Ես նրանց չի որ մեղադրում եմ, մեր մտքի մարդկանց եմ մեղադրում, որ Ձենովոհանի նման մի հատ չեն գոռում, քեզ մի հատ թափ տուր, Դավիթ, դու ախր այդ չես, դու ավելին ես։ Այս ձայնն է, պակաս, ցավոք սրտի, որովհետև բոլորը ստամոքսային շահագրգռություններ ունեն։ Հիմա կասեք ձենը տակտեղից է գալիս, այ իհարկե տակտեղից է գալիս, ես կորցնելու ոչինչ չունեմ։ Կամ ոնց որ Իվն Պետրովը կասեր, հա, պրոլետարիատը դասակարգային պայքարում ոչինչ չունի կորցնելու, բացի պահեստային շղթաներից։ Շղթաները մեկ ասենց տենից իրենն են։ Այո, հանճարեղ գործի շատակետիկ։
Երանելի ժամանակներ էին։ Չէ, երանելի ժամանակները դեռ գալու են։ Ավետարանում ոնց է, որ ասում են ճրակները վառ պահած կույսերը մենակ փեսայի տեսությանն արժանացան, մյուսները չդիմացան եւ քնեցին։ Հիմա խնդիրը անընդհատ այս կոշնակը հնչեցնելն է, այս ճրակը վառ պահելն է, որ հանկարծ մահվան քունը մեզ չպատի։ Մենք մինչև վերջ չոտարանանք մեր հայրենիքից այս կեղծ, այս օտարադրածո ընտրանում էլիտայի պատճառով, կեղծ էլիտայի պատճառով, հանկարծ մենք չոտարանանք մեր հայրենիքից։ Հիշենք, որ էլ ուրիշ զավակ չկա մեզնից զատ, հայտնի երգի խոսքերը։ Այո։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շատ ուրախ եմ հերթական հանդիպման համար եւ կարծում եմ առաջիկայում նոր առիթների արկե կլինի, բայց ես ներքուս զգացի այն լավատեսությունը, որը դուք ունեք այնուամենայնիվ։ Չնայած ընդհանուր առմամբ այդ լավատեսության այդպես քիչ այսպես զգացմունքներ ես կարծում եմ մեր ունգնդիր հատկապես, բայց այն կա ձեր մեջ։ Իհարկե, պարոն Ղուշյան, եւ այդ լավատեսությունը հույսը առանց պատճառի, որ ինչ որ բանի հուսաս, մենակ Աստծու վրա կարելի է դնել։ Մնացածը պիտի պատճառաբանված լինի։ Այս իմ լավատեսությունը, իմ հույսը պատճառաբանված է, որովհետեւ ես շփվում եմ ուսանողների, երիտասարդների հետ, ես տեսնում եմ, ես հավատում եմ իմ ցեղի գենին։ Դա լավն է։ Եվ չմոռանանք, որ հույսը միշտ վերջում է մեռնում։ Ապրեք, այո։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, իսկապես մեր հրաշալի մտավորականներից մեկը բանասիրական գիտությունների տեխնացու Միքայել Հայրապետյանն էր այսօր Փակ TV-ում։ Սպասեք իհարկե նրան առաջիկայում եւս։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։